Բարի առավոտ բոլորին, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, շատ ուրախ ենք, որ այս առավոտ հետևում եք մեզ, որովհետև ուրբաթը միասին ենք անցկացնելու, այսինքն ավարտելու ենք շաբաթը միասին, աշխատանքային եւ փորձել ենք տրամադրվել արդեն շաբաթ կիրակին հանգստյան օրերին։ Մայրաքաղաքում արևը շողում է, կարծում եմ հանրապետության տարածքում նույնպես, այնպես որ փորձենք այս առավոտը միասին դիմավորել լավ հրաշալի տրամադրությամբ, ամեն ինչ կա տրամադրության համար, այսինքն լավ ինֆորմացիա եւ իհարկե հագեցած ծրագիր, իսկ այս ամենին գումարած նաև համեղ խոհանոց, ինչն էլ այս պահին ես պիտի փորձեմ շտապելով բարձել, թե ինչ է այնտեղ կատարվելու, այնպես որ հիմա ուզում եմ ողջունել մեր Ադրինեին, բարի առավոտ Ադրինե։ Սիրելի Սուրեն, ողջունում եմ քեզ եւ ողջունում եմ մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, հորդորում եմ միանալ մեզ առաջին ծրագրին, ունենալ շատ բարձր տրամադրությամբ լավ առավոտ եւ իհարկե ճաշակել նախաճաշ։ Առանց դրա հնարավոր չէ, անպայման նախաճաշ պատրաստեք եւ իհարկե միացեք մեզ հետ մնացեք։ Ես հիմա խոսքս փոխանցեմ Սուրենին, դեռ բան ունի ասելու Սուրենը, հետո կվիանանք խոհանոց։ Անպայման Ադրինե, իհարկե, ես հիմա ուզում եմ ուղղակի պարզապես քանի դեռ մեր հեռուստադիտողներից նրանք ովքեր շտապում են աշխատանքի դեռ տանից դուրս չեն եկել, պարզապես նշեմ մայրաքաղաքում խցանված է այս պայդրության որոշակի փողոցներ, ինչպես միշտ աշխատանքային շաբաթը ավարտում ենք, դա է իսկ պատճառը, այս պայդրությամբ հասկանում ենք, որ Կիևյան կամուրջը երկկողմանի խցանված է, այնուհետև բարեկամությունից Բաղրամյանի իջնող հատվածը եւ Օրբելի եղբայրներ փողոցը նույնպես խցանված է։ Դավթաշենի կամուրջը, որից հետո շարունակող Վաղարշյան փողոցը նույնպես խցանված է, Կոմիտասի պողոտան երկկողմանի խցանում կա։ Իսակով պողոտան այս պայդրությամբ բավականին խցանված է, Աթենքի փողոցը նույնպես խցանված է, այնպես որ աշխատեք այստեղ էլ շրջանցել, եթե հնարավոր է, եթե ոչ, ապա չգիտեմ, Իսակով պողոտայում նաև կա վթար այս պայդրությամբ, այնտեղ նույնպես այդ վթարի հետ կապված խցանված է։ Երրորդ մասի տարածքում նույնպես խցանված է, Գարեգին Նժդե, Արշակունյանց, Բագրատունյանց փողոցները լի են մեքենաներով։ Տեղափոխվենք Մայրաքաղաքի կենտրոնական հատված, Սարալանջը իր լանջերով այս պայդրությամբ արդեն խցանված է, փոքր կենտրոնը ուսանողական հատվածը Մայրաքաղաքի նույնպես խցանված է։ Եվ խցանումներ կան նաև Միասնիկյան փողոցում, իջնող հատվածում, որոշ հատվածներ այստեղ նույնպես խցանված են։ Երևի թե այսքանը, եթե չեմ սխալվում։ Իսկ ես կարծում եմ, որ չեմ սխալվում, այսքանն է այս պայդրությամբ խցանումները։ Դե այստեղ խցանումները կան Մայրաքաղաքում, բայց խոհանոցում նույնպես մենք ողջունեցինք, բայց հիմա պարզենք, թե ինչ է այսօր Ադրինեն պատրաստելու մեզ համար։ Ադրինե։ Շնորհակալ եմ Սուրեն ջան, այո, անպայման պետք է պարզենք, պետք է հասկանանք, թե այսօր ինչ ենք պատրաստում։ Սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստենք շատ համեղ կոտլետներ, մի քանի բաղադրիչներից կազմված, որոնք ձեռքի տակ մշտապես ունենում ենք։ Իսկ եթե ոչ, դե օրվա ընթացքում մի քանի անգամ հաստատ խանութ գնում ենք, ապա կարելի է ձեռքի հետ այսպես ձեռք բերել եւ օրվա ընթացքում կամ մոտակա օրերին վաղը շաբաթ, կիրակի մեծ հաճույքով կարծում եմ մեր սիրելի մայրիկները երեխաների համար կպատրաստեն այս համեղ կոտլետները։ Այսօր կոտլետ ենք ուտելու։ Հիանալի է, ես միշտ ոգևորվում եմ քո այս համեղ պատրաստությունից։ Ինչ ենք։ Ես ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ քո այս ջերմ լավ վերաբերմունքի դեպի իմ ճաշատեսակները, դա ինձ ոգևորում է բնականաբար։ Եթե մարդկանց կարողանում ես համեղ կերակրել, ես իրականում չեմ կարող համարել շատ համեղ եմ պատրաստում, բայց եթե մարդկանց հաճելի է, ուրեմն ես այսպես ասած իմ հոգին հանգիստ է, որ կարողանում եմ ինչ-որ լավ բան անել։ Եվ ահա, անցնենք առաջ, ներկայացնեմ բաղադրիչները։ Ուրեմն ունենք կարտոֆիլ, ունենք գազար, ունենք խաշված հավի կրծքամիս եւ իհարկե ես այստեղ որոշեցի սունկ ավելացնել։ Իհարկե ընթացքում կասեմ, որ հավելյալ ինչ կարելի է ավելացնել, ինչ պակասեցնել, բայց այս բոլորը մենք քերիչով պետք է անցկացնենք, սիրելիներս, բաղադրիչները, կարտոֆիլը, գազարը, սունկը շատ մանր կտրատենք, հավի միսը բզկտենք եւ այս ամբողջը միախառնենք իրար, թաթախենք ալյուրով, հավքիթով, բնականաբար առանց համեմունքների չի լինի, համեմունքներ ավելացնենք եւ
այսպես սկսենք շատ արագ հենց գազօջախի վրա շատ արագ պատրաստել կոտլետներ։ Ես կարծում եմ, եթե ձեռքի տակ լինեն այս բոլոր բաղադրիչները, սա շատ ժամանակ չի խլի մեզանից։ Նույնիսկ որ process կա դեռ տապակելու, բայց այնուամենայնիվ մենք գտալի օգնությամբ շատ արագ այդ խյուսը կվերցնենք, կլցնենք ուրեմն թավայի մեջ եւ շատ արագ կտապակվի։ Ես հիմա կարող եմ անցնել գործի, իհարկե քերիչով պետք է մի փոքր ժամանակատարը ասեմ, որ քերիչով անցկացնելու process-ն է, բաղադրիչները, բայց ոչինչ։ Այո, ամեն ինչ իր ընթացքի մեջ է եւ իհարկե հաղորդման վերջում արդեն պատրաստ կլինի ամենագեղեցիկ համեղությունը։ Դե եթե ամեն ինչ ասված է, այսպես կարող ենք ունենալ կարճ դադար։ Այո, հետո ընթացքում բնականաբար մանրամասը կանդրադառնանք։ Դե դադար կլինի, կվերադառնանք ու կտեղափոխվենք նորից խոհանոց տեսնելու համար, թե ինչպես է այս ամենը գնում առաջ։ Բարելույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, ես միացել եմ իմ շատ սիրելի գործընկերներին եւ մենք շարունակում ենք առաջին ծրագիրը բարձր տրամադրությամբ, քանի որ այսօր ուրբաթ է, աշխատանքային վերջին առավոտը դիմավորում ենք միասին։ Այս շաբաթ Շատ լավ տրամադրություն ունենք, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ քանի որ նաեւ այսօր կան շատ հոբելարներ, շնորհավորենք բոլորին անցում ծննդյան օրն է այսօր եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել շատ հարազատ մարդու մեր ընտանիքի համար ու շատ լավ ընկերոջ, արտակին եւ իհարկե մաղթել որպեսզի լինի լավ ու բարձր տրամադրություն եւ բնականաբար մենք միշտ նրա կողքին ենք, ինչպես ասում են, քավորը միշտ սանիկների կողքին, այնպես որ թող հրաշալի լինեն բոլոր օրերը, արևոտ բացվեն բոլոր առավոտները, Արտակ ջան շնորհավորում ենք եւ մաղթում ամենալավն ու բարին։ Այո, ճանաչելով Արտակին, իհարկե միանում եմ բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում եմ շատ դրական, շատ լուսավոր օր եւ ես վստահ եմ, որ երեկոյան նշելու եք շատ լավ Սուրեն։ Միանշանակ։ Դե ես համոզված եմ, որ հենց նշելու համար էլ պետք է հնչեն լավ ու հետաքրքիր բառերը, բայց այդ բառերը հնչեցնելու համար պետք է նաեւ Իջևանի գինուգործանի կողմից առաջարկվող Բրիզ ռոզեն, իհարկե փրփրուն գինին, որը համոզված եմ էլ ավելի գեղեցիկ կդարձնեն յուրաքանչյուր առիթ։ Եվ նշելիս պանիրները չմոռանաք գինու հետ միասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Չմոռանանք նաև առաջին օգնությունը խոհանոցում, որը ներկայացնում է Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը միշտ հասանելի է հատկապես սիրողական խոհանոցում եւ իհարկե ռեստորանային պրոֆեսիոնալ ոլորտում, այնպես որ Տրամոնտինան հարցեք քաղաքի լավագույն սուպերմարկետներում։ Եվ հիմա տեղափոխվենք խոհանոց եւ ես նախ ողջունում իմ շատ սիրելի Ադրինեին, որովհետեւ այսօր դեռ չեմ հասցրել, եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին, չնայած արդեն ինձ հուշեցին, որ այսօր կոտլետներ են լինելու։ Բարի լույս սիրելի Ադրինե։ Բարի լույս Սոնա ջան, շատ ուրախ եմ, որ հասցրեցիր միանալ մեզ։ Բարի առավոտ նաև թանկագին հեռուստադիտողին սիրելիներս։ Այո, ինչպես նշեցի, մենք պատրաստելու ենք կոտլետներ։ Կոտլետները պատրաստվելու են գազարից, կարտոֆիլից։ Այստեղ ունենք հավի կրծքամիս, որը նախապես է խաշված, սակայն կարող եք պարզապես լավ մանր կտրատել հենց թարմ վիճակում եւ այդպես էլ օգտագործել։ Ես այստեղ օգտագործել եմ նաև սունկ, իմ մոտ եղած սունկը մարինացված տարբերակն է, դուք ցանկության դեպքում կարող եք թարմը օգտագործել, ունենք հավկիտ, ալյուր համեմունքներ, այս բոլորը պետք է քերիչով անցկացնենք, միախառնենք եւ ստանանք շատ համեղ կոտլետներ։ Ես հիմա մի փոքր գործողություն եմ կատարել, մեկ կարտոֆիլը քերիչով անցկացրել եմ, հիմա հաջորդ կարտոֆիլը ուրեմն քերիչով կանցկացնենք եւ պետք է լցնենք սառը ջրի մեջ։ Այս բոլորը մի փոքր կարտոֆիլը կմնա, այս բոլոր այն հյութերը, որոնք ավելորդ են այս պարագայում դուրս կգան, հետո կջրքամենք եւ կօգտագործենք։ Մի փոքր այս ընթացքը իհարկե հաճելի չէ, ձայնը գուցե խանգարի, բայց մի քանի րոպե համբերենք եւ ես կավարտեմ իմ գործը։ Ասեմ դուք այս պահին կարող եք առիթից օգտվել եւ նախաճաշ պատրաստել կամ մեկ գավաթ սուրճ, չնայած քաղցած օրգանիզմին չի կարելի այդպես միանգամից սուրճ խմել, ավելի լավ է կամ պարզ մաքուր ջուր կամ թող լինի իհարկե
առաջնային է նախաճաշ, կամ մեկ խնձոր կարող եք ճաշակել, որը շատ օգտակար է առավոտյան։ Դե քանի որ դու նախաճաշի մասին խոսեցիր, ես էլ որոշեցի առիթը բաց չթողեմ Ադրինը, եւ այսպես առավոտը սկսեմ այս զամբյուղով։ Այո, դու կարող ես այս չանախպանրից փորձել, շատ համեղ է։ Այո, շատ համեղ է, կարող ես փորձել։ Դե, եթե դու ասում ես, ես միանշանակ քեզ վստահում եմ եւ հիմա տներս կանտեջ։ Ինչպես ասում են երեխոն գործի դիր հետևից գնա, բայց այո, տենց էս երեխեք։ Բայց ես հիմա կփորձ։ Էս երեխեքը տենց։ Հուսամ ամեն ինչ նորմալ է այնտեղ։ Ահա։ Բայց եթե չլինի այս չարաճճիությունները, հատկապես խոհանոցում, էլ ինչ համ ու հոտ խոհանոց։ Էլ ինչ համ ու հոտ։ Անպայման առավոտյան կատնամթերք շատ օգտագործեք, սա օգնում է իհարկե եւ էներգիայի հավաքելուն եւ բնականաբար սպիտակուցների պաշա առավոտյան շատ կարեւոր է, այնպես որ սա օգնում է նաեւ օրվա ընթացքում ամբողջական էներգիայի պաշարը հավաքելուն։ Դե ես էլ հետեւելով հենց իմ խորհրդին փորձեմ այս պահին նաեւ ճաշակել այս համեղ պանիրները, բնականաբար Բոլորիս խորհուրդն է, այնպես որ հեռուստադիտողն էլ գիտի, մենք երևի թե այնքան ենք կրկնվել, երևի հոգնել են մեզնից, բայց անպայման իմացեք, որ դա շատ կարևոր է։ Այո, եթե ձեր ձեռքի տակ նաև կա, չգիտեմ, օրինակ, որևիցե մի քաղցր միրգ, հա, թուզ, եթե կա։ Թուզ։ Մի անգամից գնացեք սեպտեմբեր։ Ապա կարող եք պաների հետ միասին շատ համեղ է եւ շատ տակի քաղցրը։ Ես հիշում եմ փոքր ժամանակ, երբ որ մենք աղի ճաշի վրա ինչ որպես քաղցր բան ենք ավելացնում, հա։ Ես ասում եմ, ինչ ես անում։ Այո, երեխա ջան, չի կարելի տենց, այդ ինչ տարօրինակ։ Հիմա արդեն դա արդեն ընդունված, որտեղ պաների տախտակի վրա միշտ տեղ է գտնում մեղրը, քաղցր որոշակի բաներ, իսկ այն աղին ու քաղցրը հիմա խառնվել են։ Ես գիտես ինչ եմ։ 14-ը խառնվել են իրար։ Դե, խոսած, ասելու բան։ Ամբողջ աշխարհում։ Այո, ամբողջ։ Ես հիշեցի, դու նշեցիր, ես հիշեցի, որ երբ փոքր էինք, մայրիկս ձվածեղը, ամենապարզ ձվածեղը մեզ շաքարավազով էր կերակրում, մենք շաքարավազ էր ցանում վրան եւ մենք այդպես ուտում ենք, բայց հետո տեսնում էի, որ օտարները ուրիշ մարդիկ աղով են ուտում, ու զարմա աղ են ցանում վրան հավկիթի ուտում են, ես մի փոքր ինձ համար զարմանալի էր, բայց աղով են ուտում, թե շաքարավազով են ուտում։ Հիմա որոշեք, աղով ուտենք սոց։ Բայց ես հիշեցի, որ շատ համեղ էր քաղցրով ձվածեղը, որովհետև մեր եթերներից մեկում այո, մեղրով ձվածեղ պատրաստեցին ու շատ որ մեր նախնիները, տատիկները մեղր էին լցնում վրան ու այդպես մեղրով ճաշակում էինք, այնպես որ շատ հաճելի էր։ Ես հենց հիմա մի պահ ուզում եմ անդրադառնալ այն, որ չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, ժողովուրդ ջան։ Ես պետք է այստեղ ջուր լցնեմ։ Ջուր ավելացնեմ այս թասիկի մեջ։ Այսպես։ Այստեղ իմիջայլոց պետք է սառույց լցնել։ Ես չգիտեմ, ինձ կհաջողվի սառույցը լցնել, թե ոչ, որովհետև այսպես կպած վիճակ է։ Այո, շատ է սառել, բայց կլցնեմ սառույցը, ոչինչ, ընթացիկ այն կհալի եւ ես այս կարտոֆիլը պետք է լցնեմ այս սառցաջրի մեջ, որպեսզի գույնը վերականգնվի, քանի որ մենք ուրեմն այս process-ը կատարելու ընթացքում այն գունափոխվեց, ահա, բայց մենք հիմա դա կշտկենք։ Մեզ պետք է պարզապես այսպես քամել այս հյութը եւ տեղափոխել սառցաջրի մեջ, որպեսզի այն վերականգնվի։ Եվ կոտլետները ստացվեն շատ գեղեցիկ ու համեղ։ Փաստորեն նմանատիպ լայվ խակ, այո, լայվ խակի տարբերակ է, այո։ Made in Adrian։ Այո։ Եվ շատ բայց հետո այդ ամբողջ տարայի մեջից այդ կարտոֆիլները գտնել կլինի։ Կլինի, որովհետև քամիչով կջրքամենք, պարզը։ Իհարկե, բա ուրիշ տարբերակ չկա։ Քամիչով կջրքամենք եւ կստանանք այն, ինչը մեզ պետք է։ Իմիջայլոց նշեմ, որ փոքրիկ հատվածով այս անցքերով ես քերեցի, որպեսզի եփվելիս շատ արագ եփվի, որովհետև երբեմն խոշոր տարբերակով մի փոքր հում է մնում։
կարտոֆիլը դրա համար մանր ուրեմն անցքերով։ Մանր։ Փարակ։ Կարտոֆիլը մանր։ Ահա, շատ լավ։ Հետո արդեն ես այո, գազարը պետք է նույն process-ը անցկացնենք, սակայն կարիք չկա սառցաջրի մեջ պահել այն, պարզապես գազարը կմրսի։ Շատ նույնպես գազարը չի դիմանա այդ սրտին։ Ճիշտ է, նա կարտոֆիլի հետ համեմատելու բան չի իր նրբության առումով, չնայած որ կոշտ է, բայց շատ ավելի զգայուն է, զգայուն։ Ես օրինակ շատ եմ սիրում գազար եւ հատկապես սիրում եմ գազարը հենց այն ժամանակ, երբ որ նոր էսպես դուրս է գալիս, հա, եւ թարմ գազարը։ Թարմ գազարը ես էլ եմ շատ սիրում, հատկապես այս մասին էլի խոսել ենք, կանաչ պոչիկները, որ վրան է լինում, Հայաստանում այդպես չի վաճառում, ցավոք սրտի, բայց պոչիկները եւս շատ համեղ կա։ Որ նոր դուրս է գալիս, ցավոք սրտի չեմ հանդիպել այդպիսի տարբերակներ խանութներում, շատ օգտակար է նաև եւ գեղեցիկ է։ Արամուսի թարմ գազարը, տեստի, այո, այսպես։ Հիմա պետք է ուրեմն հերթականությամբ գուցե չգնամ, այսպես մեկու մեջ գործողությունը կատարեմ, սունկը պետք է շատ մանր կտրատել, որպեսզի համահունչ լինի մեր բոլոր բաղադրիչներին, եւ իհարկե հետո կանցնեմ հավի կրծքամիս, այսպես մանր, մեծ թելիկներ են անհրաժեշտ, կամ կարելի է նաեւ կտրատել, ինչու ոչ։ Շատ լավ, այս ընթացքում որ Ազրինեն պատրաստում է, ես հիշում ես Ազրին վերջերս եթերի ժամանակ ես խոսեցի մի շատ հետաքրքիր 4 մասից բաղկացած ֆիլմի մասին, որը կոչվում է «Переходный возраст» եւ ասեմ, որ ոչ միայն ինքը շատ հետաքրքիր էր տեսակով իր սյուժեով, նաեւ նկարահանման ոճով, որ արդեն նշել են, որ ամբողջ 1.5 ժամանոց սերիան, հա, 4 սերիա է, նկարահանված է մի կադրով։ Մի կադրով, այո, դու ասաց։ Եվ իհարկե արդեն համացանցում կա making of-ը, թե ինչպես է նկարահանվել, այնպես որ սա նույնպես շատ հետաքրքիր, որովհետև կարելի ասել սկսում է գործողությունը եւ ժամուկես անդադար շարունակում է, որպեսզի կարողանա այդ ամբողջը մի կադրով նկարել։ Եվ հասկանալի է, այդպես շատ դառնում արդեն իրար հետևից գործողությունները կատարվելիս։ Եվ շատ դժվար է նկարահանման համար, առավել եւս դերասանների եւ օպերատորի, որ պիտի մի տեղից տեղափոխվի մյուս տեղ, դերասանների հետ միասին, եւ այդ ամենը այնքան սինխրոն պետք է արվի, որ հանկարծ ինչ որ բան չսխալվի, չվրիպի, կադրը չթրթռա եւ այսպեսի շատ մանրուքներ կան, տեխնիկական մանրուքներ եւ կա making of-ը, որը արդեն հասանելի է համացանցում եւ մեր հեռուստատորները, եթե դիտել են այդ ֆիլմը, իսկ ես խորհուրդ եմ տալիս, որ անպայման դիտեք, կարող են տեսնել, թե ինչպես է այդ process-ն արվում, որտեղ շատ անգամ մի սերիան 15-20 անգամ նկարվել է ծերից ծեր, որովհետև ընթացքում ինչ որ բան խախտվել է, ինչ որ բան այնպես չի եղել, եւ նույնիսկ փորձեր այնքան շատ են եղել ամբողջ սերիայի, որ արդեն դերասանները ոնց քնից արթնացնես մի անգամից այդ տեսարանը ծերից ծեր անցել են։ Սա նույնպես շատ հետաքրքիր է։ Շատ անգամ աշխատանք է։ Այո, ահռելի աշխատանք, մենք տեսնում ենք պատրաստի տարբերակ, ասում ենք, ինչ լավ է։ Շատ անգամ մեզ ասում են, դե ձեր գործը ինչ լավ է, հեշտ է, գնում եք մի երկու հատ այդպես խաղում եք, գալիս եք։ Ես դա եի ուզում ասել, որ սիրելի հեռուստատողներ, նույնիսկ 5 րոպեանոց որևիցե հոլովակը, ֆիլմը կամ չգիտեմ, կադրը, դրանք տքնաջան աշխատանքների արդյունք են, շատ ժամերի, օրերի, նույնիսկ, չգիտեմ, ամիսների, տարիների պատմություն են, որը մի քանի րոպեներում դուք եք տեսնում, բայց կադրից դուրս տեսախցիկից այն կողմ ինչ է կատարվում, ինչ չարչարանքներ են կատարվում, դուք նույնիսկ չեք կարող պատկերել։ Այո, որովհետև մի ամբողջ թիմ է աշխատում, շատ անգամ կարող եք կադրում տեսնել ընդամենը 4-5 հոգու, բայց կադրից դուրս 400 հոգի կարող են աշխատել, որպեսզի այդ 4-5 հոգանոց կադրը, որը կարող է տևել 1 րոպե, ստացվի են, ինչ որ արդեն մենք դիտում ենք ու ասում ենք, վաու, ինչպես է սա ամենը արվել։ Դա կոչվում է ֆիլմի հրաշք, կախարդանք, հա, կադրի ավելի շատ։ Այդ ամենին ծանոթանալու տեսնելու համար կարող եք դիտել այդպիսի ֆիլմեր, որոնք պատմում են հենց ֆիլմի ստեղծման մասին, այո, ինչպես է, որպեսզի ձեզ համար էլ հասկանալի լինի, թե ինչ process-ների միջով են անցնում այդ մարդիկ։ Տեխնիկական կազմը բավականին չարչարանք է կրում ընթացքում, հա, նույնը ես կարող եմ ասել հենց հաղորդումների ուղիղ եթերի ընթացքում դուք պարզապես կադրում հիմա տեսնում եք մեզ երկուսիս, հա, այս պահին, բայց ասեմ, որ մի մեծ թիմ է աշխատում,
ռեժիսորական խցիկում եւ իհարկե ոչ միայն այդ ռեժիսորական խցիկում, նաեւ կադրից դուրս, որպեսզի ամեն ինչ լինի ժամանակին ճիշտ եւ ձայնը, կադրը, պատկերը պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք շատ լավ գիտեն իրենց գործը, շատ լավ հասկանում են ամեն բան, որ հերթականությամբ եւ ինչպես պետք է կատարվի, որպեսզի դուք սիրելիներս ունենաք լավ տրամադրություն, բարձր տրամադրություն եւ այսպես միշտ հաճույքով ցանկանաք միանալ մեզ։ Օպերատորական աշխատանքը շատ ընդգծելի ու կարեւոր է, իսկ այս դեպքում, երբ որ ուղիղ եթերը, սա նույնպես շատ կարեւոր է, որ ամեն ինչ լինի շատ ճիշտ եւ ճիշտ հերթականությամբ դասավորված։ Այնպես որ սա մեխանիզմ է, կինոն, հեռուստատեսությունը, թատրոնը մի մեխանիզմ է, որը առանց մեկի, հա, չի կարող աշխատել եւ ցանկացած մի աշխատանք կապ ունի մյուսի աշխատանքի որակի հետ։ Ժամացույցի օրենքով։ Այո, ինչ որ հիմա դուք տեսնում եք կադրում, սա մի ամբողջ մեծ թիմի աշխատանքի շնորհիվ է, այլ ոչ թե միայն մեր երկուսի։ Այնպես որ Հոյակապ։ Այո։ Ողջույններ մեր թիմին եւ բոլորին, եւ ասենք, որ մենք ձեզ շատ ենք սիրում։ Այս բնակավարում աշխատող։ Այնպես որ դիտեք ձեր սիրելի ֆիլմերը եւ անմիջապես նաեւ փնտրեք ֆիլմը դիտելուց հետո, որպեսզի ավելի հետաքրքիր լինի, թե ինչպես է այն պատրաստվել, ինչպես է նկարահանվել, այդպեսի շատ ֆիլմեր կան։ Առավել եւս Game of Thrones-ը, երբ որ նկարահանվեց եւ աբսուրդի հասնող նկարահանումներ ու պատկերներ շատ հետաքրքիր են, իսկ HBO-ի հարթակում կամ Ամեդիաթեկայի հարթակում կան, թե ինչպես է այդ ամենը նկարահանվել, ինչպես է պատրաստվել, ինչպես է դա արվում, երբ որ դիտում ես, զարմանում ես, որ վաու, այս ինչ է արվում։ Ինչքան հնարամիտ է, չէ, մարդը արարածը որքան հնարամիտ է եւ ինչեր կարողանում է, ինչ է կարողանում ստեղծել, հրաշքներ է։ Բայց այս ամենի հետ մեկտեղ կարդացեք նաեւ բավականին հետաքրքիր գրքեր, որոնք շատ կարեւոր են, որոնք տալիս են այդ երևակայության ընդլայնումը, որպեսզի հետո հետագայում դու արդեն ինքդ ստեղծես այդ պատկերները եւ այդ աշխարհը կառուցես եւ հասանելի դարձնես բոլորին։ Դա Վադրինը, հասկանանք ինչ արեցի։ Այո, շատ հետաքրքիր թեմայի բարձրացրել եւ խոսեցիր հենց այստեղ հերոստատողի հետ։ Ես էլ ասեմ, որ այս պահին դեռ կտրատման եւ մշակման process-ն է գնում, սունկը իհարկե կտրատեցինք, սիրելիներ ցանկության դեպքում կամ մարինացված տարբերակը կամ թարմ տարբերակը, ես քիչ հետո արդեն հավի կրծքամիսը կբզկտեմ եւ այս բոլորը պետք է միախառնենք իրար։ Բայց ասեմ, որ աշխարհում երևի թե ունենք ժամանակ, ես ուզում եի նշել այն հետաքրքիր բաների մասին, որ դու խոսեցիր, նաեւ ես 3 գիշեր հենց պարկած էի, պատրաստում էի քնել, բայց թերթեցի այսպես վիդեո, այո, համացանցը եւ վիդեո տարբերակներով անընդհատ գալիս էին այն հայերի մասին պատմություններ, ովքեր ինչ հրաշքներ են ստեղծել աշխարհում։ Աշխարհում ամենա տարածված եւ հնարամիտ գյուտերը, այո, ստեղծել են հենց հայերը։ Նույնիսկ իմ մտքով օրինակ չէր անցել, չգիտեի դրա մասին, որ պաղպաղակի վաֆլե կոները ստեղծել է հայ, ուրեմն ամերիկահայ գյուտարար կարելի ասել, դա գյուտ է։ Այո, գյուտ է, որը ամբողջ աշխարհում տարածվել են այդ վաֆլե կոները եւ մարդիկ վայելում են այն գունավոր պաղպաղակները, գնդերը շարում են մեջը եւ վայելում են։ Այսինքն ունենք մարդկանց մասին է պատմություններ, որոնց մասին մենք չգիտենք։ Դե ամենատարածվածը եւ հայտները, չգիտեմ, ինձ կարծիքով հեռուստատորները շատ լավ գիտեն, բանկամատը, հա, որից մենք այսօր շատ գործածելի է եւ արդիական, դա ստեղծել է հայ գյուտարար, նույն դոլարի գույնը, հա, կանաչելի, հայի ձեռքի գործ է, նույն իհարկե ֆենը, որը այսօր շատ կարևոր է, հայ գործ է։ Նույնիսկ ասեմ խոհանոցում այդ կրանտ այն ծորակները, որ հիմա կան, այսպեսի որ բացվում են, դա նույնպես հայի ձեռքի գործ է։ Եվ հեռու չգրան, գունավոր հեռուստացույցը ստեղծել է, այո, հայ, ուրեմն հնարամիտ մարդ։ Մեր ռեժիսորը ինձ հիշում է մեքենայի ավտոմատ, ես չգիտեմ դա ոնց ասեմ, դրա համար հենց այդ լեզվով կասեմ, ավտոմատ կառուբկան եւ չոթքերը։ Չգիտեմ դա ինչի մասին էր, բայց դա էլ էր հայ ստեղծել։ Շատ եւ ինչու ոչ, նաեւ սարքը, որը նկարում է թոքերը, դա էլ նույնպես հայ ստեղծել։ Դե շատ խելացենք, բայց շատ եւ փաստորեն խոհանոցային աշխարհում էլ շատ կան մարդիկ, ովքեր եւ ամենահայտնի համեղ ուտեստներն են ստեղծել եւ ես ասեմ մի քիչ շատ խոսենք, կհասկանանք, որ Տրամոնտինան Բրազիլիայում էլի հայերն են ստեղծել։ Ես չեմ էլ կասկածում։ Բայց մինչ այդ հիմա կարճ դադար կունենանք, հետո կշարունակենք եթերը, մնացեք մեզ հետ։
Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը։ Եվ այսպես, ապրիլի 17-ին դրանում է նկարչուհի Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանի ծննդյան 110-ամյակը։ Ռեգինա Ղազարյանի արվեստում մեծ տեղ է գրավում Չարենցյան թեման եւ նրա պոեզիայից ներշնչված գործերը։ Ամբողջները խելագարված, ասպետական, Չարենցի վերջին ճանապարհը, հավերժություն։ Ռեգինա Ղազարյանը այն խիզախ անհատներից է, որի շնորհիվ հնարավոր է դարձել ոչնչացումից փրկել Չարենցի կյանքի վերջին շրջանի անտիպ ձեռագրերը։ Եվ այս պահին մեր տեղավորում են հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Ռուզանա Բադալյանը եւ Չարենցի տուն թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շատ կարևոր իրադարձություն է սպասում, հա, ապրիլի 17-ին։ Պիտի խնդրեմ մի քիչ խոսենք նախ այս մասին, հետո արդեն անցնենք թանգարանների գործունեության հետ կապված։ Քանի որ այս տարի դրանում է Ռեգինա Ղազարյանի ծննդյան 110-ամյակը, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը որոշեց համատեղ ցուցադրություն կազմակերպել Չարենցի տուն թանգարանի հետ, ինչու, որովհետեւ թանգարանը իր գործունեությամբ շատ կարևորում է միջթանգարանային համագործակցությունը եւ նաեւ թանգարանը ունի Ռեգինա Ղազարյանի աշխատանքներից ու այսպես որոշեցինք առաջարկեցի Չարենցի տուն թանգարանին, որպեսզի համատեղ ցուցադրություն կազմակերպենք եւ հանրությանը ներկայացնենք, ճանաչելի դարձնենք, թե ով է Ռեգինա Ղազարյանը եւ ինչ մեծ գործ ունի կատարած ընդհանրապես Չարենցի գործերի հանրայնացման համար։ Եվ կարող ենք նաև խոսել թե նրանց կապի մասին եւ այս ամենը ներկայացնել։ Այո, ինչպես գիտենք, Ռեգինա Ղազարյանը մեծ ներդրում ունի Չարենցի գրական ժառանգության պահպանման եւ հանրայնացման գործում եւ բնական է Չարենցի տուն թանգարանը չէր կարող չանդրադառնալ նրա ծննդյան հոբելյանական տարվան եւ դեռևս նախորդ տարի պլանավորել էինք որևէ ձևաչափով անդրադառնալ այդ կարևոր հոբելյանին եւ ինչպես նշեց գործընկերուհիս, ստացանք առաջարկ, քանի որ իրենց մոտ պահվում է Ռեգինա Ղազարյանից կտավ, մենք որոշեցինք ընդհանուր հայեցակարգ մշակել ցուցադրության կազմակերպման, որտեղ հիմնականում կլինեն Ռեգինա Ղազարյանի արվեստում ներկայացված ռուս գրողները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պիտի հյուրընկալվենք հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում եւ այդտեղ նաեւ միաժամանակ ռուս գրողների կողքին կցուցադրվի Եղիշե Չարենցի դիմանկարը, այսպիսով կլինի մշակութային կամուրջ հայ-ռուսական այսպես հարաբերությունների, բայց անդրադառնալով Ռեգինա Ղազարյանի ներդրմանը Չարենցի գրական ժառանգության հանդեպ, պիտի նշեմ, որ նրանց հանդիպումը կայացել է 1930 թվականին, երբ Չարենցը ընդամենը 33 տարեկան էր, իսկ Ռեգինան շատ ավելի փոքր, 15 տարեկան, եւ այդ առաջին հանդիպումը շատ մեծ այսպես ոգևորություն է առաջացրել թե Չարենցի մոտ, որովհետև Ռեգինան ուներ շատ հետաքրքիր արտաքին եւ նա հիմնականում այսպես սպորտային կազմվածքով էր, որովհետեւ շատ էր սիրում հեծանվավարություն եւ հերթական հեծանվավարությունից հետո նա գնացել էր հյուրանոց, որտեղ այդ ժամանակվա մտավորականությունը ապրում էր եւ նրանց թվում էր նաեւ Չարենցը, այնտեղ շատ հաճախ ինքը հանդիպում էր ունենում գրողների հետ եւ ինչու, որովհետեւ ինքը սիրում էր գրել բանաստեղծություններ փոքրիկ եւ ցույց տալ գրողներին եւ իրենցից կարծիք հայտնել եւ հանկարծ հերթական մի այցի ժամանակ նա տեսնում է Չարենցին, ավելի շուտ երևի Չարենցն է իրեն նկատում, երբ տեսնում է միջանցքում Գուրգեն Մահարու հետ կանգնած, այո, մի հետաքրքիր այսպես սպորտային կազմվածքով աղջիկ է եւ այդպես մոտենում են միասին ծանոթանում իրար հետ այսպես զրուցում եւ կարծես հենց այդ օրը Չարենցը կնքեց որպես իր փոքր մտերմուհու, հա, բարեկամի եւ Ռեգինան հետագայում իր հուշերում պատմում էր, որ կարծես մինչեւ կյանքի վերջ էլ ես մնացի իր փոքրիկ բարեկամը։ Եվ հետագայում իհարկե ինչու ենք խոսում, որ Ռեգինա Ղազարյանը մեծ ներդրում ունի Չարենցի գրական ժառանգության պահպանման գործում, որովհետև գիտենք, որ Չարենցը իր ստեղծագործությունների այսպես պահպանումը վստահել էր Ռեգինա Ղազարյանին, հատկապես այն ժամանակ գիտենք, որ բավական վատ պայմաններում իհարկե Չարենցը հայտնվեց բանտում եւ այնտեղ շապիկի վրա գրեց իր կնոջը ռուսերեն լեզվով, ինչու որովհետեւ կինը ռուսերեն էր հասկանում, որ Իզաբելա լավ պահիր երեխաներին եւ ձեռագրերիս հարցում վստահիր միայն Ռեգինային։
եւ կարծես այդ ուղերձով Ռեգինան ընդունեց եւ հավատարիմ մնաց այդ ուղերձին եւ պահեց այդ ուրեմն աշխատանքները բավական վատ եւ դժվար պայմաններում, իհարկե նկուղում, փոսփորեց տակառի մեջ մոմլաթե կտորով փաթաթեց այդ ուրեմն ձեռագրերը եւ իհարկե ինքը մտածում էր, որ գուցե 2-3 տարի կտևի այդ պահելու ընթացքը, բայց տևեց ավելի քան 17 տարի։ 17 տարի անց, երբ արդեն Չարենցը արդարացվեց, իր անունը արտահայտելը արդեն թույլատրվում էր, նա գնաց եւ հանեց այդ տակառը եւ իհարկե շատ ձեռագրեր արդեն խունացել էին, փոշիացել էին, բայց որոշ բաներ հնարավոր էր ընթերցել եւ հետագայում արդեն մասնագետները դրանք վերցանեցին եւ հետո ավելի ուշ տպագրվեցին։ Եվ կարծեմ երեխաներին եւս որոշ ժամանակահատվածով վստահել են Ռեգինային ձերբակալման 8 ամիս երեխաներին ինքն է պահել, որովհետեւ այդ ընթացքում այսպես իրեն էր վստահված երեխաներին պահելը, բայց հետո քանի որ իրեն անդադ ասում էին, որ Ռեգինա քո հետևից էլ կգան, հա, զգուշ եղիր, ինքը երեխաներին որոշեց հանձնել Իզաբելայի մորը, Աննա տատիկին, եւ ինքը պիտի մեկներ հենց այդ ժամանակ Մոսկվա ուսանելու։ Եվ այդպիսով ավագ դստերը իհարկե տատիկը տվեց մանկատուն, մի որոշ ժամանակ մանկատանը մեծացան, փոքրին Անահիտին պահեցին։ Այս համագործակցությունը նոր չէ եւ էլի եղել են Չարենցի տուն թանգարանում ցուցահանդես, ճիշտ գիտեմ, թե առաջին անգամ է։ Այս երկու թանգարանների միջև առաջին անգամ է համագործակցությունը։ Շատ լավ։ Եվ շարունակական կլինի արդյոք թե ոչ։ Անպայման, ես մեկ անգամ եւս նշեմ, որ մենք շատ կարեւորում ենք միջթանգարանային համագործակցությունը եւ նաեւ քանի որ թանգարանը գտնվում է Աբովյան քաղաքում, մենք ամեն կերպ փորձում ենք մարզային մշակութային գործունեությունը զարգացնել, կրթական գործունեությունը, որպեսզի մարզում ապրող մարդիկ կարողանան ավելի հաճախ այցելել եւ հաղորդակցվել մշակութային արժեքների հետ։ Կամ բացառիկ նմուշներ, որոնք այս օրերի ընթացքում հասանելի կլինեն արդեն թանգարան այցելողներին։ Իհարկե բոլոր նմուշներն էլ բացառիկ են, այսպես չեմ կարող առանձնացնել, հա, որ մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր նմուշ, որովհետև դրանք պատմություն են, դրանք ներկայացնում են մեր մշակութային ժառանգությունը, մեր պարագայում մասնավորապես Չարենցի կյանքը, նրա գրական գործունեությունը եւ յուրաքանչյուրը իր տեղը ունի, որովհետև հետազոտության արդյունքում շատ բաներ են բացահայտվում, որ մենք կարող ենք դրա շրջանակում որևէ պատկերացում կազմել այս կամ այն ժամանակաշրջանի հետ, պատմության հետ կամ որևէ իրողությունների հետ, հետևաբար այսպես առանձնացնել չեմ կարող։ Բոլորը բացառիկ են թանգարանում եւ այս պահին Չարենցի տուն թանգարանում գործում է ժամանակավոր ցուցադրություն, որը բացվել է իր ծննդյան օրը եւ այն կտևի մինչեւ մայիսի վերջ։ Այդտեղ խորագիրն է Ճամփորդական հուշեր Իտալիա եւ այդտեղ ներկայացվում են այն բոլոր հուշերը, կլինեն դրանք կտավների ձևով, կլինեն ուրեմն անձնական իրերի ձևով կամ գրքերի եւ այլն, ներկայացվում է այդ հուշերը Չարենցի, որովհետեւ ինքը ուղիղ 100 տարի առաջ փետրվար-մարտ ամիսներին ճանապարհորդել է Իտալիայում, եղել Հռոմում, Վենետիկում եւ թանգարանը այս տարի նաեւ նշեց հենց իր ճանապարհորդությունների 100-ամյակը նաեւ։ Իսկ բացի Չարենցյան թեման, արդեն մարդիկ կարողանան այցելել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան, որը ինքը բացահայտում կլինի մարդկանց համար։ Ինչ են այնտեղ տեսնելու։ Ինչ են այնտեղ տեսնելու, այնտեղ տեսնելու են հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամություն, մշակութային կապերն արտահայտող մշակութային արժեքներ, թե կերպարվեստի նմուշներ, թե պատմական դրամագիտական նյութեր։ Ամեն ինչ կապված է երկու ժողովուրդների համատեղ ապրած եւ գործունեություն ծավալած իրականության հետ։ Վերադառնալով Չարենցի տուն թանգարանին, շատ հետաքրքիր է, ասեք զբոսաշրջիկների այցեր շատ են լինում, որովհետև Չարենցը վաղուց հայկական իրականությունից դուրս է եկել իր հանճարով եւ Ես շատ կուզեի, որ այդ հարցին սրտանց պատասխանել այո, բայց ցավոք պիտի նշեմ, որ
այդքան էլ շատ չի, ինչու, որովհետև ամեն դեպքում գրականությունը մի փոքր բարդ է հասանելի դարձնելու համար զբոսաշրջիկներին տարբեր լեզուներով, հա, այլ լեզուներով խոսող մեր հանրությանը, բայց այնուամենայնիվ, որպեսզի մենք Չարենց անունը հասանելի դարձնենք եւ իսկապես, ինչպես ասում ենք, որ նա համաշխարհային նշանակության մեծություն է, իսկապես այդպես լինի, մենք փորձում ենք իր ստեղծագործությունները թարգմանել տարբեր լեզուներով եւ արդեն այսօր ունենք Չարենցի գործերից թարգմանված անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն եւ նույնիսկ իր այսպես ստեղծագործություններից շատ կարևորներից մեկը, որով նրան ճանաչում են, հա, անկախ տարիքից Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը, որը թարգմանված է 35 լեզուներով, այնպես որ այդ համաշխարհայնացման, միջազգայնացման ճանապարհին Թանգարյանը դեռ շատ անելիքներ ունի եւ հետեւաբար զբոսաշրջիկներին դեռ գրավելու ժամանակ ունենք։ Այսպիսի արտահայտություն կա, ասում են, եթե Մուհամեդը չի գնում Սարի մոտ, Սարն է գալիս Մուհամեդի մոտ։ Եկեք հասկանանք, եթե մենք ունենք այսօր հնարավորություն, ես երկու թանգարանների համագործակցության շնորհիվ Չարենցյան այս նմուշները ժառանգությունը նաև ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս, նույն Ռուսաստանի տարածքում, որտեղ շատ մեծ է հայկական համայնքը։ Այո, ռուս գրականության հետ առհասարակ Չարենցը շատ մեծ կապ ունի, նույն ինչպես կտավում, հա, պատկերված է Չարենցը եւ Մաքսիմ Գորկին, կամ Չարենցի աշխատասեղանին մշտապես դրված է եղել Պուշկինի լուսանկարը, կամ հիմա այսօր Թանգարանում պահվում է Մայակովսկու մահաքանդակ, այսինքն այս բոլոր իրերը, նմուշները ցույց են տալիս Չարենցի եւ ռուս մշակույթի գրականության հանդեպ կապը, հետեւաբար գուցեև առաջիկայում քննարկենք նաեւ հետագա ցուցահանդեսների մասին կազմակերպելու։ Արդեն հենց այնտեղ։ Ինչը շատ ավելի լավ կլինի, նաև հասանելի կդարձնի այնտեղի մեր ապրող հայրենակիցներին եւս մեկ քայլ շփում դեպի Չարենցյան այդ մեր ժառանգության հետ։ Լավ, եթե այսօր այցելու կա Թանգարանում, հա, թանգարաններ երկուսում էլ, ինձ թվում է միշտ առաջինը ինչի վրա են ուշադրություն դարձնում, որտեղ յուրաքանչյուր մարդ ինդիվիդուալ է եւ իր տեսակով է հասկանում տվյալ գրողին կամ տվյալ համագործակցության պատմությունը։ Առհասարակ թանգարանային այցելուները միշտ առաջին ուշադրություն են դարձնում ու հարցնում են որն է ամենահին ցուցանմուշը, որն է ամենանոր ցուցանմուշը, միշտ այդպիսի հարցադրումներով են մոտենում։ Իսկ Չարենցի տուն թանգարան։ Չարենցի տուն թանգարանում երևի ավելի շատ հետաքրքրում է տունը, որտեղ ապրել է, որովհետև դա այդտեղ մարդիկ առանձնահատուկ զգացողություններ են ունենում եւ դա կարծես համարվում է այդ թանգարանի այցեքարտը, որովհետեւ ամեն ինչ պահպանված է այնպես, ինչպես իր կենթանության օրոք է եւ այդ ամբողջ շունչը թե Չարենցի, թե իր ընտանիքի այդտեղ է պահպանված եւ երբ պատմում ենք, որ հենց այնտեղից է իրեն այսպես կալանավորել, հա, տարել եւ ընդհանուր պատմությունը, թե տունը ինչպես է ձեռք բերել Չարենցը եւ հետագայում այդ տունը ինչպես է վերածվել Թանգարանի, բավական շատ մեծ զգացողություններ է արթնացնում այցելուների մոտ։ Զգացողությունների հետ կապված մեզ մոտ էլ միշտ կարծես քաղաքական առումով են մարդիկ միշտ մտնում թանգարան, մտածում են հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամություն եւ այլն, բայց երբ ծանոթանում են թանգարանում ցուցադրվող նմուշներին, թե օրինակ կապը Սպենդիարյանի եւ Լերմոնտովի միջև Պուշկինի եւ Վարդգես Սուրենյանցի, որ Պուշկինի Բաղչիսարայի շատրվան նկարազարդել է Վարդգես Սուրենյանցը, մեծ զարմանք են ապրում ու ավելի հիացած դուրս են գալիս թանգարանից։ Մենք մաղթում ենք այս երկու հրաշալի համագործակցությանը շատ երկար ճանապարհ ու որպեսզի այն ինչ որ մտածեցինք, հա, որ հետո սահմաններից դուրս գա Հայաստանի, այս նմուշները նաև հասանելի լինի բոլորի համար, թող դա իրականություն դառնա եւ շատ այցելներ, հատկապես ես կարծում եմ շատ կարեւոր է այստեղ նոր սերունդը գա, երիտասարդները, որպեսզի ավելի մոտ լինեն գրականությանը եւ պատմությանը։ Այնպես որ շնորհակալություն ձեզ այս կարեւոր նախաձեռնության համար։ Ձեզ ուզում եմ նվիրել արև բացիկները, որոնք ունեն յուրահատկություն, այսինքն այստեղ միշտ շատ հայտնի բանաստեղծներից կամ երգերից ֆրազներ են։ Ցավոք սրտի իմ ձեռքում չկա Չարենցի տողերով, բայց կա Սահյանի եւ Տերյանի տողերով։ Սահյանից ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից, եւ Տերյան քո աչքերի դեմ իմ աչքերը կույր։ Այս բացիկները նախատեսված են սիրելի մարդկանց ծաղիկների հետ միասին նվիրելու։ Այնպես որ սա ձեզ։ Շնորհակալություն շատ։ Դեպ նշեմ, որ Չարենցը Տերյանին համարել է իր նախահայրը գրական, այնպես որ ես
վստահ եմ, որ Իսկ մեր այցելուները կարող են գալ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան եւ տեսնել Վահան Տերյանի դիմաքանդակը։ Տեսնում եք, ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Եվ քանի որ ոչ միայն թանգարանում եք կարողանում ապահովել այդ տրամադրությունը, համոզված եմ, որ տանը խոհանոցում նույնպես համեղ պատրաստում եք սիրելիների ու հարազատների համար։ Ուզում եմ ձեզ ներել Տրամոնտինա բրազիլական բրենդի խոհանոցային պարագա, որը ունի յուրահատկություն հատուկ ծածկույթի շնորհիվ վրան չի հավաքում թունավոր բակտերիաները։ Սա շատ կարևոր է ընտանիքի հոգ տանելու համար, սա ձեզ մի փոքր թեթևացնելու համար ձեր խոհանոցային առօրյան։ Շնորհակալություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ։ Կլինիկ Արճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը խոհանոցից, մեր տաղավարի ամենահամեղ վայրից, վաղ։ Եվ ես եկել եմ հասկանալու համար, սիրելի Ադրինե, թե դու որ փուլում ես։ Դες մինչև եթեր մտնել հասկացա արդեն, թե որ փուլում էի։ Բայց ահագին գործ եմ արել, այսպես ասած, այս ընթացքում շատ գեղեցիկ զրույցեր նաև լսում էի, ինչքան կարևոր եւ գեղեցիկ եւ ինֆորմացիոն զրույցեր, հուսով եմ հեռուստադիտողներն շատ կլանված լսեց այդ ամենը։ Ես այդ ընթացքում բավականին աշխատանք կատարեցի նաև։ Ահա պատրաստ է մարինացված սունկ է մեզ մոտ, մեր տարբերակը, կարող եք թարմը օգտագործել, մանրացված է սունկը, գազարը եւ իհարկե հավի կրծքամիսը, որը նախապես էի խաշել, որպեսզի շատ ավելի արագ կոտլետները պատրաստվեն։ Ես որոշեցի նախապես խաշել այն։ Ահա, եւ շատ գեղեցիկ շարված են իրար կողք ու ոչ մի բան խառնված չի իրար։ Որոշեցի չխառնել, որպեսզի եւս մեկ անգամ պարզ եւ հասկանալի լինի հեռուստադիտողին, այնպես որ ահա կշարունակենք մեր գործը եւ սա այն կարտոֆիլն է, որը իհարկե ես քերիչով անցկացրեցի եւ ջրքամեցի իհարկե մինչ այդ ուրեմն սառույցի մեջ, սառցաջրի մեջ մենք նրան պահեցինք, որպեսզի գույնը թարմանա եւ այսպես դառնա այն ինչը որ պետք է։ Ահա խնդրեմ, կարտոֆիլն էլ է պատրաստ, պետք է կարտոֆիլը լցնենք այս գեղեցիկ ուրեմն բաղադրիչների կողքին, ահա այսպես։ Էլի շատ գեղեցիկ ավելացնում է Ադրինեն, ոչինչ չի խառնում իրար, այո, համբերատար սպասենք, մինչ կգա այն պահը, երբ պետք է այս բոլորը իսկապես խառնենք։ Դե դա ավելի ուշ արդեն կարծում եմ, որովհետև այս պահի համար արդեն ամեն ինչ պարզ է խոհանոցում, եւ հիմա քանի դեռ ամեն ինչ շատ գեղեցիկ է եւ շատ պարզ է, առաջարկում եմ կարճատև դադար ունենանք, որից հետո կվերադառնանք ու անպայման կշարունակենք առաջին ծրագիրը։ Բայլույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է, որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի մասին։ Շատ կարևոր թեմա, որը միշտ արծացվում է մեր եթերի ընթացքում եւ մենք միշտ հորդորում ենք, որպեսզի դուք հետևեք ձեր առողջությանը, կազմվածքին, արդեն գարուն է, արևը շողում է, եւս 2 ամիս եւ իհարկե կգա ամառը, իսկ ամռանը ավելի հասանելի են դառնում բաց լողավազաններ կամ պարզապես հանգիստը, որը կազմակերպվում է ծովափին։ Դե պետք է նաեւ շատ հավուր պատշաճի տեսք ունենալ, որպեսզի շատ գեղեցիկ նկարներ հետ մեկտեղ նաեւ լինել շատ գեղեցիկ եւ շատ առողջ։ Այս ամենը կարող է գտնել Hills սպորտային համալիրում, որովհետեւ այնտեղ ամեն տեսակի մարզաձև կա, որը հենց հատուկ ստեղծվել է ձեզ համար։ Բարև ձեզ, ես Այդե Սիմոնն եմ, Hills Sport կոմպլեքսի մարզիչներից եւ այսօր իմ դասը դա անտիգրավիտի յոգան է։ Անտիգրավիտի յոգան հրաշք դաս է, որը ներառում է եւ շնչառական վարժություններ, եւ ձգումներ, եւ ուժային վարժություններ, ռիլաքս, կոնցենտրացիա, հարմոնիա եւ այդ ամբողջը մեկ դասում։ Անտիգրավիտի դասը բոլոր այն մարդկանց համար է, որոնք
ունեն վախեր բարձրության հետ, վախենում են, թե իրենց ողնաշարը կարող է վնասվել, կամ իրենք այդքան ուժ չունեն ինչ-որ ավելի բարդ բան անելու։ Այ անտիգրավիցին դրա մասին է։ Ինչու եմ ես նախընտրում անտիգրավիցի յոգան։ Շատ մարդիկ վիճում են, որ այդտեղ կա յոգա բառը, ուրեմն դա կապ չունի ակրոբատիկայի հետ, բայց այստեղ կա մի մեծ պլյուս։ Երբ որ մենք անում ենք բարդ վարժություններ, ակրոբատիկ վարժություններ, եւ այդտեղ փորձում ենք կոնցենտրացվել շնչառության վրա, ներքին հանգստության վրա, դա մեր համար մեծ պլյուս է, որպեսզի մենք կարողանանք կոնտրոլ անել նաև մեր մտքերը, մեր անհանգիստ վիճակը։ Անտիգրավիցի դասից հետո բոլոր մասնակիցները նշում են, որ այդ օրը, որը իրանք անցկացնում են դասից հետո, անցնում է երջանիկ, թեթև, լուսավոր, ուստի ես խորհուրդ եմ տալիս գալ այս դասին։ Եվ իհարկե մենք ունենք դասի վերջում չքնաղ մեդիտացիոն 10 րոպե, մեդիտացիոն ռելաքս 10 րոպե, որտեղ դու իսկապես փողերը անջատում ես, գոնե 10 րոպեով օրվա ընթացքում եւ վերականգնվում ես եւ настраиваешься на позитив։ Դեպ ասեմ, միայն այն, որ իմ հետ շփվելու եք այս դասի ընթացքում, ձեզ տալու է անսահման պոզիտիվ լույս ու սեր։ Սիրում եմ։ Ահա, առավոտը Hills-ում Edge-ն էր մեր եթերում, այնտեղ 73-ից ավելի խմբային մարզում կա, այնպես որ անպայման այցելեք կգտնեք ձեզ ամենահոգեհարազատը։ Էջերը շարունակվում են մեր եթերում, այս պահին օգտակար խորհուրդներ հատուկ ձեզ համար սիրելի հեռուստադիտողներ։ Բարի առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Կրկին ու կրկին ձեր հետ ես եմ, Բայձարատեսանի Գրիգորյանը իմ օգտակար խորհուրդներով։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, իմ բարի ու դրական հետևորդներ ջան։ Ես շատ ուրախ եմ, որ դուք կաք, որ դուք իմ կողքին եք, վստահում ու հավատում եք ինձ։ Ուզում եմ, որ բոլորի առավոտները լինեն ուրախ, երջանիկ, բախտավոր։ Ովքեր ինչ նպատակ ունեն, թող որ այս առավոտ կատարվի։ Ովքեր փնտրում են ինչ որ մեկին, թող գտնեն։ Ինչ սպասումներ ունեն, թող այդ սպասումները իրականություն դառնա։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, իմ Հայաստան աշխարհ, այսօր ձեզ ասելու եմ մի յուրահատուկ գաղտնիք։ Բոլորս միասին բացելու ենք մի գաղտնիք, թե ինչպես կարելի է անել, որ ընտանիքում ունենանք գումար ու հաջողություն, որը որ ինձ թվում է բոլորից շատ կարևոր է։ Շատ հաճախ լսում եմ, որ ասում են, թող գումար չլինի, բայց առողջություն լինի։
ոնց կարա այդպես լինի, կամ թող գումար չլինի, բայց երջանիկ լինենք, չի կարող լինել այդպիսի բան։ Գումարը միշտ էլ մարդու կյանքում առաջնային դեր է տանում։ Եթե գումար չունես, չես կարող հագնվես, չես կարող քեզ տեղորյակ կնես, չես կարող բախտավոր ու երջանիկ լինես, անընդհատ ընտանիքում կլինեն վեճեր, խնդիրներ ու անհանգստություններ։ Չեմ ասում այնքան շատ գումար, որ այսպես շատ հարուստ լինել, այլ այնքան գումար, որ կարողանաք գոնե ձեր օրվա սնունդը կարողանաք վաստակեք, ձեր աշխատանքը ձեզ բերի խեր, խսմատ եւ հաջողություն, ինչպես ասում ենք մեր բարբառով։ Եվ այսօր պետք է ասեմ, թե ինչ կարելի է անել, որ մենք ունենանք հաջողություն։ Մեզանից պահանջվում է, որ մենք ունենանք այսպիսի վասկովի մոմեր, ոսկից պատրաստված, իմ սիրելի ժողովուրդ, չգրեք թե անի ջան եկեղեցունը կլինի կամ չէ, ինչ ասում եմ, այդ կանաչ, բայց երկնագույն ու նորից կանաչ մոմ, եւ մեզ հարկավոր է 50 դրամանոց, բայց այդ 50 դրամանոցը պետք է լինի նոր ու փայլուն, որպեսզի մեր հաջողությունը մենք կարողանանք վերականգնենք։ Դրա համար մեզ նաև անհրաժեշտ է մի փոքր ջուր, վերցնում ենք այս ջուրը բաժակի եւ ասում ենք. Տեր Հիսուս Քրիստոս, ոսկին ոսկուն, արձատն արձատին, հաջողությունը հաջողությանը, երջանկությանը երջանկություն, իմ ընտանիքում, իմ տուն թող կա անթիվ ու անհամար, երկնքի աստղերի, ծովերի ավազների հատիկների չափ, գումար, հաջողություն, երջանկություն, միություն, ամեն, 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 եւ յուրաքանչյուր մեր մետաղի վրա շատ փոքր այսպես կատացնում ենք մեր այս օրհնաջրից եւ շատ զգուշությամբ վերցնում ենք այս 3 մոմը, մոմերի վրա գրում ենք գրիչով հույս, հավատ եւ սեր, կապ չունի թե որի վրա ինչ ենք գրում եւ այսպես ոլորելով ասում ենք թող իմ ընտանիքում լինի միշտ հույս, հավատ, սեր, գումար, երջանկություն, հաջողություն, միություն, ոնց այս 3 մոմերն այսպես միավորվեցին ու դարձան մեկ, այդպես էլ թող ոսկին, արձատը, գումարը իմ տանից երբեք ու երբեք չպագասի, այնուհետև վառում ենք այս մոմերը եւ յուրաքանչյուր մեր մետաղադրամի վրա, որտեղ գրված է 50 դրամը, այսինքն գրի պահը, կաթացնում ենք 7 կաթիլ այս մոմի կատոցքը, 7 կաթիլ սիրելի հետևորդներս, այնուհետև այս մոմը դնում ենք վառվում է ամբողջությամբ, մինչև վառվում վերջանում է, տակի մնացորդը վերցնում ենք, թողնում ենք սառի եւ այս կոպեկները վերցնում դնում ենք մեր շեմի տակ, դրան շեմի տակ, ասենք եթե այնտեղ շոր է փռված, այդ շորի տակ եւ պահում ամբողջ տարին, մի տարի պահելուց հետո կարող ենք այս կոպեկները հանել, գցել հոսող ջուրը եւ նորը սարքել, սա շատ փորձված բան է եւ ձեզ յուրաքանչյուրիդ կբերի հաջողություն, գումար, սեր, երջանկություն ու միություն, իսկ այն մարդիկ ովքեր ունեն իմ օգնության կարիքը, կարող են զանգահարել 077 49 48 28 հեռախոսահամարով կամ կարող են զանգահարել 098 80 89 30 հեռախոսահամարին եւ ես Բայձարատեսանի Գրիգորյանս մեծ սիրով ու ջերմությամբ կօգնեմ ձեզ, կպատասխանեմ ձեր յուրաքանչյուր հարցին, ես ձեզ բոլորից սիրում եմ, թող բոլորիս հետ լինի հույս, հավատ եւ սեր։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող, կրկին ողջունում եմ եւ ասում եմ, թե ինչ եմ արել մինչ այս պահը։ Իհարկե, այս բոլոր բաղադրիչները կտրատեցի, քերիչով անցկացրեցի եւ տեղափոխեցի ամանի մեջ, բայց դեռ չեմ համեմել, հավելումները չեմ արել, որպիսի ձեզ հետ միասին այդ գործողությունները կատարենք, դուք այսպես հերթականությամբ իմանաք որը որից հետո։ Ողջույն Սուրճ ջան։ Ինչ ես անում Ալյուր ջան։ Հիմա ալյուր ենք ավելացնում այստեղ, մեր այս բոլոր բաղադրիչների վրա ալյուր ենք ավելացնում, որպիսի կպչուն զանգված ստանանք, կոտլետները պատրաստելիս, այսպես ասած, չփշրվեն, եւ իհարկե այստեղ ավելացնում ենք հավկիթ, պարտադիր հավկիթ ենք ավելացնում ու համեմունքներ, համեմունքներից օգտագործելու ենք
բազմապիսի համեմունքներ, այն ինչը, որ ես եմ նախընտրում, դուք ցանկության դեպքում ձեր փունջը պատրաստեք համեմունքային, այստեղ անպայման, քանի որ ունենք հավի կրծքամիս, ես ավելացնում եմ խմելի սունելի, բավականաչափ այսպես գեղեցիկ համեղ, թող առատ լինի, քրքում ենք անպայման ավելացնում ենք սև եւ կարմիր պղպեղ, կարմիր պղպեղը մի փոքր, այսպես զգուշությամբ կօգտագործեմ, քանի որ կծու է, այո, սև պղպեղ, այստեղ կարելի ավելացնել եւ սխտորի փոշի եւ չաման, ավելացրու Ադրինե ջան, ավելացրու։ Պիտի ավելացրու, եթե դա պահանջում է համեղությունը, միանշանակ։ Այո, եւ մենք քանի որ սիրում ենք համեղ սնվել, ուրեմն չենք խուսափում ոչ մի բանից։ Ոչինչ։ Եվ այստեղ օրեգանո պետք է ավելացնեմ, դուք կարող եք թարմ կանաչիներից օրինակ սամիթ օգտագործել եւ իհարկե այստեղ աղ, անպայման աղ, ու ես կսկսեմ արդեն խառնել։ Ինչ Ադրինեն խառնում է, ես ասեմ, այս դադարի ընթացքում ես հասցրեցի թեթև նախաճաշել, իսկ իմ նախաճաշի առաջին հենց բաղադրիչը կազմեց Էլոլա ապրանքանիշի ներկայացած մածունը, որը առավոտյան կարծում հաճելի ու թարմ տրամադրություն տվեց, այնպես որ Էլոլան հասանելի է բոլորի համար եւ ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Լոս Անջելեսում գտնվող մեր հայրենակիցների համար հարցրեք հայկական բոլոր խանութներում։ Եվ կարծում եմ, որ աշխարհի բոլոր խանութներում նաեւ Կայջևանի գինու գործանի կողմից առաջարկվող լայն տեսականին պահածոների, կոմպոտների, գինիների եւ իհարկե լավ տրամադրության այս ամենը հասանել է յուրաքանչյուրին, իսկ համեղության մասին էլ չասեմ, հիշեցնում է բնական տան պատրաստած համեղ ուտեստները։ Իսկ խոհանոցում առաջին օգնությունը եւ Ադրինեին եւ յուրաքանչյուրին տալիս է Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը այսուհետ արդեն Հայաստանում է, հասանելի է եւ Տրամոնտինա յուրահատկությունը կայանում է նրանում, որ ունի հատուկ ծածկույթ խոհանոցային պարագաների վրա, որը թույլ չի տալիս, որպեսզի այնտեղ հավաքվեն թունավոր բակտերիաները։ Եվ գործածելու համար էլ բավականին թեթև են եւ հաճելի։ Այո, ամեն բան ճիշտ ներկայացրեցիր, ճիշտ ասացիր, ես էլ ասեմ, որ հիմա պետք է խառնենք այս խճողակը եւ իհարկե տեղափոխենք թավայի մեջ։ Թավայի մեջ լցրեցի մի փոքր բուսայուղ եւ իհարկե հալածյուղ, որը իհարկե մեզ տրամադրում է Էլոլա ապրանքանիշը։ Եվ հիմա կսկսենք այսպես։ Ես այստեղ 1 հավկիթ եմ ավելացրել, բայց ոնց հասկանում եմ, երկրորդն էլ է պետք։ Ես ապահովության համար այստեղ ունեմ նաև մյուս տարբերակը, այսինքն մյուս հավկիթը եւ այս երկրորդն էլ կավելացնենք ու կմիախառնենք։ Եվ գթալի օգնությամբ սիրելիներս կտեղափոխենք հենց յուղի մեջ։ Այսպես շատ պետք չէ չարչարվել տապակվելու համար, չնայած, եթե ցանկություն ունեք թաթախել պաքսիմատի մեջ կամ թաթախել հավկիթի մեջ, ալյուրի մեջ, հետո նորից պաքսիմատի մեջ, այդ տարբերակներն է կարող եք կիրառել այս պարագայում, բայց ես պարզապես հենց այնպես, առանց որևիցե ավելորդ խառնուրդի, ավելորդ հավելումների կտապակեմ այս կոտլետը։ Այս ամենը մենք արդեն ճաշակելու ենք հաղորդման ավարտից հետո, այնպես որ այդպես մեր դռները միշտ բաց են, կարող եք գալ, եթե իհարկե հասցնեք ինչ-որ բան մնա, որտեղ այդպես բան չի ստացվում, որ ինչ-որ բան մնա, բայց ամեն դեպքում նկատի ունեցեք։ Եթե հեռուստադիտողներս մեզ հյուր գան, մենք անպայման մի բան կմտածենք, այստեղ անպայման որևիցե բան արագ կպատրաստենք եւ միասին կճաշակենք։ Այնպես որ հարց դուք խնդիր չունեք սիրելիներս, մենք ձեզ սպասում ենք։ Այո, եւ հիմա այս գթալի օգնությամբ ես տեղափոխեմ կոտլետները թավայի մեջ, կարելի է այսպես գթալի օգնությամբ նաեւ ձևավորել, ահա, եւ շատ հեշտ, շատ պրակտիկ, շատ հասարակ, թող մի փոքր տձև լինեն, որևիցե խնդիր չկա, շատ պարտադիր չի, այո, կարևորը համեղ ստացվեն, կարևորը օգտակար լինեն մեր օրգանիզմին, մնացածը արդեն այնքան էլ էական չէ կարծում եմ։ Այսպես արագ կտապակենք, կշրջենք, որպեսզի հաջորդ կողմն էլ տապակվի ու ասես մեր օրվա բաղադրատոմսը պատրաստ է։ Բնականաբար կողքին կարելի է խավարդ մատուցել, որից է փլավի տարբերակ, ինչ որ նմանատիպ մի բան կարելի է կողքին մատուցել անպայման, որպեսզի շատ ավելի
հագեցնող դառնա օրվա կերակուրը, այնպես որ դրա մասին էլ կարելի է հոգ տանել, սիրելիներս, օրինակ ինչ ես կարծում կողքին հարմար կլինի։ Մի րոպե ասեմ։ Ես կարծում եմ բրնձով փլավը շատ լավ կլինի։ Դա նկատի ունես։ Ես էլ Իջևանի ես պահածոներն էի աչքի տակ։ Դե թթուները, որոնց համար իմ ուշքը գնում է իհարկե։ Անպայման դրանք անշուշտ կլինեն այս կոտլետի կողքին, բայց որպես խավարդ կարելի է որից է հագեցնող եւս մի բան առաջարկել։ Կլինի բրնձով փլավ, կլինի վերմիշել տարբերակը, կլինի սպագետի, դա արդեն ընտրության հարց է, բայց թթուները պարտադիր։ Անպայման։ Դե այս ամենը արդեն պատրաստման փուլում է, ես կարծում եմ փոքրիկ դադար կլինի մեր եթերում, հետո արդեն հաղորդման վերջում կճաշակենք այդ համեղությունը, որը կպատրաստվի, այնպես որ բարդ բաղադրատոմս չէր, հեշտ, արագ եւ հասանելի։ Այո, եթե ցանկություն ունենաք, կարող եք այստեղ հավկիթը եւ այսպես ասած հավի կրծքամիսը բացառեք, պարզապես ալյուրով խաշեք, այո, ալյուրով շաղախեք եւ այդպես տապակեք, որպես պահքի կերակուր, իսկ եթե պահքի մեջ չեք, ապա այս տարբերակը կարծում եմ շատ հարմար է։ Դե ամեն ինչ ասվեց, հիմա փոքր դադար, հետո կվերադառնանք։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ունենք նոր երգի եւ տեսահոլովակի պրեմիերա։ Իսկ նոր երգն ու տեսահոլովակը միանշանակ ներկայացնում է Գևորգ Մարտիրոսյանը, բարի առավոտ Գևորգ։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ հասա վերջապես ձեր մոտ ուշացումը մի ինչ էր պատահել, որ ուշացել էր Գևորգ։ Էլ մի պրովկա է, անկեղծ ասա հերոստատի։ Անկեղծ ասում եմ, Ժողովուրդ ջան, դուրը փակել էի վրաս գնացել էի։ Տանեցին է դուրը փակել ենք, որը գնաց։ Ասել ենք չփակեն, դե երեխեն փակե գնացել չէր հասկացա։ Դες միջև դպրոցից եկավ դուրը բացեց ես։ Պապան կներեք ընկեր ինչան է դասա, պապաս տունա մնացել։ Հա, չէ, անկեղծ ասեմ, լավ։ Որը խնդան։ Այդ Գևորգ շատ լավ։ Լավ, հիմա լավ չի որ տունես մնացել, բայց լավ որ հասար ես։ Չէ, հա։ Հա։ Հիմա արի հասկանանք ինչ նոր տեսահոլովակ եւ գործ ես պատրաստել։ Պատրաստում թե պատրաստել, արդեն կա եթերում էսա կլինի։ Երգի անունը Արամատա։ Երգը տենց գրել է մեր իմ ընկեր բրենշեկերը Ջորջը։ Ինքը համ ռեժիսորն է այս երգի տեսահոլովակի, համ գործիքավորողն է, համ երաժշտության հեղինակն է, բառերը գրել է Վալտերը Արտեմ։ Ну, տենց թիմային տենց սիրուն աշխատանք են կարել, ինքը տենց շատ տաք ռիթմերով, կարծում եմ տրամադրություն բարձրացնող, որ մեր ազգին շատ է պետք։ Դե ես կարծում եմ, որ այս առավոտ էլ է պետք։ Վայելենք հենց հիմա եւ վերադառնանք ու շարունակենք զրույցը։ Արևից էլ տաք ես, հազարից մի հատ ես, ու մամարս խեն թաքնվել, մտածում եմ սիրտդ երել, քո մասին երգերս տես, իմ ամեն տողում կրկեմ քեզ, գուցե եւ այսպես խենթանամ, գուցե եւ այսպես էլ համաձայն եմ ես, համաձայն եմ քեզ, համաձայն եմ քեզ թաքուն սիրել, սիրտս քեզ մնա, ոչ ոք չի մանա, ես չեմ ուզում ոչինչ փոխել, արամատն է, քո արամատն է, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրո, ասես մանանա, զգում ես անգամ այդ իսկ կանանա, արամատն է, քո արամատն է, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրո, ասես մանանա, զգում ես անգամ այդ իսկ կանանա, քանի մտակ ես, թուրտուր մոտենամ քեզ, ես, քո կողքի ես ինձ մոռանամ, մտովի գնամ ու չգամ, քո տեսքի ֆանատն եմ ես, մի գիշերը քիչ գիտես, քո սիրով եմ խելագարվել, մինչև քեզ ես ոնց եմ ապրել, համաձայն եմ ես, համաձայն եմ քեզ, համաձայն եմ քեզ թաքուն սիրել, սիրտս քեզ մնա, ոչ ոք չի մանա, ես չեմ ուզում ոչինչ փոխել, արամատն է, քո արամատն է, արամատը քո երբեք չմոռանա, համա քո սիրո, ասես մանանա, զգում ես անգամ այդ իսկ կանանա, արամատն է, քո արամատն է, արամատը
մնա ամեն օր քեզ հետ կկրկնեմ սիրով ես ամեն օր Արամատնա քո արամատնա արամատը քո երբեք չմոռանա համա քո սիրով ասես մանանա զգում ես անգամ այդ իսկ կանանա արամատնա քո արամատնա արամատը քո երբեք չմոռանա համա քո սիրով ասես մանանա զգում ես անգամ այդ իսկ կանանա Շնորհավորում ենք Գևորգին, իհարկե, տեսահոլովակի հետ կապված Գևորգին շնորհավորում ենք։ Շնորհակալություն։ Դասատուն երեխո։ Բանալին հոգիսա։ Բանալին հետ ազդում։ Ուզում ես խոսած տեղ մեկ-մեկ լսվի։ Բարև ձեզ։ Լավ, Կարեն Մոլիտվին կարծեմ բոլորը գիտեն, ուղղակի անցնում էր, այդպես տեսավ եւ անցնում էր, տենց երկար տարիներ չէինք տեսել։ Գևորգի երկար տարիներ։ Տենց ասի ինչ կլինի, նստի։ Դե պատմում ինչ կա։ Պատմում եմ, լավ, ընտիր, կանանային տրամադրված։ Մենք եթե խանգարում ենք դուրս գանք, դուք շարունակեք։ Շատ լավ է, Կարճան, քո մոտ լավ է ամեն ինչ։ Գևորգ ջան։ Լավ, Գևորգ։ Հա։ Այս գնացի չխանգարեմ։ Շնորհակալություն Կարեն բանալին հասցնելու համար։ Հիմա խոսենք տեսահոլովակից։ Չէ, հասցնեմ, ցես լավ է որ մեր նման գժեր կան։ Այո։ Առավոտ ավելի ուրախ է անցնում։ Շատ լավ է։ Տեսահոլովակից։ Տեսահոլովակը ինչպես նկատեցիք, ռետրո տենց վիճակի մեջ է, երգետ ընդհանրապես կապ չունի, բայց տենց փորձել ենք համատեղենք, տենց ինքը տենց ժամանակակից երգա ռետրո ինչ-որ ոճով տեսահոլովակի հետ կապված, ու տենց կարծում որ ստացվել է, տենց շատ սիրուն գունային, տենց ասեմ որ օպերատորն էլ ու հենց մոնտաժանողն էլ Տիգրան Նավետիսյան, շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր որ աշխատեցին մեզ հետ, կարծում եմ շատ սիրուն բան ենք ստացել հետաքրքիր։ Այո, գարնանային ռիթմեր, որ այսպես գնում ենք դեպի ամառ։ Եվ քանի որ Սուրենը երբ հարցը տալիս էր նոր տեսահոլովակի հետ կապված, դուք ասացիք աշխատում եմ այս պահին այդ տեսահոլովակի վրա, թե որը որ արդեն եղել է, մենք հասկացանք, որ նոր տեսահոլովակը կա, բայց դուք արդեն աշխատում եք հաջորդի վրա։ Հա, կա։ Մի քիչ այդ մասին էլ խոսենք։ Ուրեմն նոր երգս ըստ երևույթի կլինի մի փոքր ուրիշ ոճով, ուրիշ ոճ ասելով ավելի հանգիստ, սրանից հետո երևի կլինի ավելի շատ հետաքրքիր պատմություն ունի մի հատ երգը, որը որ տենց մի ժամվա մեջ է եղել այդ ամեն ինչը, ու տենց ոնց որ ընկերներս ստուդիայում էին, իրանց ընկերոջ հարսանիքներ հաջորդ օրը, տենց գիշերը 12-ին զանգել են ու տենց տենց բան ենք մտածել, մի հատ երգա ուզում ենք որ վաղը պրեմիեր անենք, մեր ընկերոջը նվեր անենք, ու տենց ես գիշերը 12-ին գործից հետո զանգում են ինձ, ես իջնում եմ ստուդիա ու տենց երգը չլսած բան, ինչա, ոնց է վերեք բան, տենց մի կես ժամ, մի ժամվա մեջ ստեղծվեց արդեն։ Ձայնագրվում ենք այդ երգը արդեն։ Ու սա պատրաստ ալնում, տենց ու շատ տենց հետո տենց շատ դուրս եկավ, տենց հետաքրքիր տենց բան կար մեջը։ Ու ոճային էլ մի քիչ ուրիշ էր իմ ոճի հետ կապված, բայց կարծում եմ որ շատ սիրուն է ստացվել ու մտածում եմ որ դրա վրա ինչ որ հետաքրքիր մի բան անեմ, որ ոնց որ ասած ստանք ժողովրդն էլ իր գնահատականը տա։ Այսինքն տեսահոլովակ կունենա։ Հա, անպայման։ Նկարով չի լինի։ Պրեմիերան կանենք այստեղ էլի։ Պրեմիերան անենք այստեղ։ Արդեն պայմանավորվեցին։ Արդեն բան կանեմ, բանալիկը պայեմ մոտս, որ տանը չմնամ, ու տենց շուտ կարողանամ գամ հասնեմ, որ տենց մի քիչ երկար կարողանանք շփվել։ Ինչ լավ է։ Գևորգ, դե քանի որ գնում ենք դեպի ամառ, ինչ պլաններ կան ամառվա հետ կապված։ Ամառվա հետ կապված ավելի շատ երկրից դուրս ինչ որ համերգային պլաններ կան, թե եվրոպական մի քանի քաղաքներ կա, որ պլանավորած է, որ լինենք համերգով, թե ինչ որ հայկական օրեր կա նույն Լոնդոնում, հիմա այդ ամեն ինչով զբաղվում ենք, հիմա առաջ աստված տեսնենք, եթե կլինի։ Իսկ համերգ էստեղ։ Ինչպես։ Համերգ էստեղ։ Հայաստանում դեռ տենց չէ, Հայաստանում իմ ելույթները զուտ միայն ակումբային է, ցավոք հիմա,
բայց կաշխատեմ, որ այնպես լինի, որ ինքը դառնա արդեն փոքր կամ ինչ-որ թեթև, տենց մենահամերգներ կամ ինչ-որ տենց երեկոներ, արդեն որ մենակ ես կլինեմ։ Դե կսպասենք անհամբեր, ես կարծում եմ, որ հնարավորություններ կան, պարզապես պետք է ցանկությունը շատ մեծ լինի, որ այդ ամեն ինչը իրականանա եւ իհարկե նպաստի այդ ամեն ինչի նաեւ ժամանակը, որը այսօրերին շատ քիչ է հերիքում։ Եվ որ քեզ ում ենք մաղթել հաջողություններ, ուզում եմ քեզ նվիրել Արև Բացիկ, որտեղ ներառված են հայտնի երգերից կամ բանաստեղծություններից հատված նախատեսված է սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այս մեկը շատ էլի հայտնի երգից է, ուր որ գնաս հետդ կգամ, հենց որ կանչես մոտդ կգամ, սա քեզ կնվիրես ծաղիկներով տիկնոջդ եւ ուզում ենք Խոհանոցային պարագա քեզ նվիրել։ Ու ասեմ ես երգն հենց երգա, որ ասում է որ գնաս հետդ կգամ, հիմա ինչքան գնացինք հետներս եկավ էս երգը։ Եվ Տրամոնտինա բրազիլական բրենդի կողմից խոհանոցային պարագա, որը կթեթևացնի խոհանոցային իհարկե տրամադրությունը եւ համոզված եմ, որ այս հատուկ ծածկույթը, որը թույլ է տալիս, որպեսզի վրան չհավաքվեն թունավոր բակտերիաները, խոհանոցում մի փոքր ուղղակի Էս ինձ, հա, այս ձեր հովանավորների կողմից, հա, ես կարամ շնորհակալություն հայտնեմ։ Իհարկե։ Как раз ուզում էի, ասենց այս դանակից էի ուզում, ասենց մի հատ լավ բան ունեմ տունը կտրելու, շատ բարակ պետք է կտրվի։ Դե դու կկտրես, կկանչես, մենք կգանք։ Դու ոնց որ տենց իմանայիր ինձ ինչա պետք, ու տես մենք կարծում ենք մտքերը։ Բայց այս մեկը չգիտեմ ինչի համար է տվել։ Այդտեղ նշած է։ Ամեն ինչի համար նշված է, թե ինչի համար։ Չէ, ես համաձայն չեմ, էսի ուրիշ բանի համար։ Եվ շնորհակալություն քեզ լավ տրամադրության համար եւ Օրվա լավ շնորհակալություն ենք մաղթում ձեզ։ Շնորհակալ եմ ես էլ ձեզ, ձեր եթերները թող սենց գարնանային, սեր լինի, տենց գունավոր լինի, ձեր նման տենց հետաքրքիր, պոզիտիվ լինի, մեր ժողովրդին էլ տենց կարողանանք միշտ ամեն առավոտ տալ ձեր այդ պոզիտիվը։ Շնորհակալ ենք։ Դե հիմա կլինիկ արժատով դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա հասցրեցի պատրաստել մեր այսօրվա սեղանը, մեր կոտլետները պատրաստվեցին շատ արագ իմիջիալոց, ճիշտ է, մի փոքր տնական ձևով, այսինքն գթալի օգնությամբ տապակեցինք, այն ստացվեց մի փոքր ձև, բայց շատ էլի գեղեցիկ ու համեղ, եւ հասցրեցի այս ընթացքում կաղամբով մի փոքրիկ կծու պղպեղով մարինացված պատրաստել աղցան, որի վրա շաղ տվեցի չորացրած նանա, եւ այս հավելումները Իջևանի գինո պահածոների գործարանը առաջարկում է շատ լայն թթվի տեսականի, որը կարող եք ճաշակել ձեր համեղ կերակուրների հետ։ Ես այստեղ ունեմ թթուվարունգ, ունեմ բամյա, արդեն այսինքն ախորժակով սպասում եմ պահին, որ պետք է ճաշակենք, եւ իհարկե այս կետչուպի սոուսի տարբերակը։ Էնպես որ պատրաստեք, վայելեք, շաբաթ կիրակի օրերին ընտանիքի անդամներին գոհացրեք եւ ասեք, որ դուք նրանց շատ եք սիրում եւ սրտանց հոգ եք տանում նրանց մասին։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Մշտապես մնացեք մեզ հետ, կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինե, ել չասեմ թե ինչ բույրեր են տարածվել մեր տաղավարում, այնտեղ արդեն հավելումները պատրաստեց Իջևանի գինու գործարանի կողմից, ասեմ, որ այդ պահածոների լայն տեսականին հասանելի է Հայաստանում յուրաքանչյուր վայր եւ իհարկե Հայաստանի սահմաններից դուրս նույնպես այնպես որ զգացեք տնական պատրաստած համը եւ վայելեք ձեր առավոտները սիրելիների հետ միասին։ Եվ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաեւ անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Եվ բրազիլական Տրամոնտինա բրենդը Հայաստանում ներկայացնելով խոհանոցային պարագաների շատ լայն տեսականին առաջարկում է, որպեսզի հենց այս ամենը լինի առաջին օգնությունը ձեզ խոհանոցում։ Յուրահատկությունն այն է, որ ունի հատուկ ծածկույթ եւ վրան չեն հավաքվում թունավոր բակտերիաները։ Եվ իհարկե ձեր լավագույն առիթները վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ ես իմ խառը ֆենի համար շնորհակալություն եմ հայտնում Master Ride Barber Shop-ին, հատկապես բարբեր Արտակին եւ իհարկե իրենց ողջ թիմին։ Այցելեք այնտեղ, շատ արագ ձեզ դարձրեք արագ գեղեցիկը եւ գնացեք ձեր գործերին։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դավնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ձեր գարնանային լուքերը հենց Դավնիում։ Եվ քանի որ մոտենում է ամենակարևոր տոներից մեկը յուրաքանչյուր երիտասարդի համար, հա, պատանու համար, դա շրջանավարտների համար սիրելի վերջին զանգն է, ասեմ որ վերջին զանգի բացիկները, արև բացիկները Թաթայի վերջին զանգ երգով արդեն հասանելի են, այնպես որ այս բացիկները կարող են լինել լավագույն շնորհավորանք
հետևանքները ձեր շրջանավարտի համար եւ իհարկե դասատուների համար նույնպես։ Հարցրեք բացիկները Kaiser սուպերմարկետում կամ պարզապես գրեք Արև Քարց Instagram-ի էջում եւ այնտեղ կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Շնորհակալություն ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այս առավոտը կրկին մեզ հետ սկսել նախընտրելու համար եւ վերջում իհարկե մաղթում ենք շատ հրաշալի ուրբաթ օր, ուրբաթ երեկո եւ լավ հանգստյան օրեր։ Մենք կհանդիպենք իհարկե արդեն երկուշաբթի առավոտյան նույն տեղում եւ նույն ժամին եւ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։